Ընտրություններից հետո խոսելով անկլավների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն այդ հարցը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ անկլավների թեման կապեց Հայաստանի օկուպացված տարածքների հետ։ Եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն այդ Իրանն այդ նշանակում է ջերմուկի տարածքների մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով, այն քարտեզներով, որը դրված է սեղանին, եւ որով մենք արդեն սահմանազատում իրականացրել ենք Տավուշի մարզի հատվածում։ 2024-ին Տավուշյան 4 գյուղերի վերադարձից հետո, սակայն սահմանագծումը կանգ է առել։ 2 տարում կողմերը միայն պայմանավորվել են գործընթացը շարունակել հյուսիսից հարավ, այսինքն սկսելով Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանի Տավուշյան հատվածից ավարտելով Սյունիքում։ Թե երբ հերթը կհասնի խնդրահարույց կետերին, Ադրբեջանի գրաված հայկական հողերին, ինչպես նաև անկլավներին, առայժմ չի հաղորդվել։ Կողմերը նաև չեն հստակեցնում, թե անկլավների դեպքում ինչ լուծում են պատկերացնում։ Երբ որ կլինի տարբերակներ, այդ տարբերակներով մենք ժողովրդի առաջ հանդես կգանք։ Ես ընդհանրապես ասում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ այդ հարցը կա, իրավիճակը հայելային է։ Ինչ լուծում Արտվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում։ Որովհետև եթե մենք ասենք, գիտեք, ինչ չէ, այդ քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, մենք դրանով Ադրբեջանին հնարավորություն կտանք ասելու, որ հա ջերմուկի տարածքը քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, որովհետև մեր բանի տակ է, մեր կոնտրոլի տակ է։ Անկլավների մասին վարչապետը դեռ 5 տարի առաջ 2021-ին էր ասել, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է, սակայն Փաշինյանը կասկածի տակ էր դնում, որ դրա իրավական հիմքերը կան։ Հետագայում այսօր էլ վարչապետը խոսել է տարածքների փոխանակության կամ ամեն ինչ նույն ձևով թողնելու սցենարների մասին։ Այսօր նաև Ադրբեջանի արտգործնախարարն է անդրադարձել անկլավներին։ Դելիմիտացիա process-ը siz qeyd etdiyiniz bu Դելիմիտացիայի հարցով հանձնաժողովները աշխատում են, արդեն ունեցել ենք դրական արդյունքներ։ Իհարկե, այս գործընթացի շրջանակում կքննարկվեն եւ կլուծվեն նաեւ էքսկլավային գյուղերին վերաբերող հարցերը։ hər iki ölkə səviyyəsində Երեքը մեկի դիմաց հարաբերակցությամբ ադրբեջանական եւ հայկական անկլավները ըստ տարբեր հաշվարկների գրեթե նույն տարածքի են։ Արցվաշենը մոտավորապես 38-ից 40 քառակուսի կիլոմետր է, իսկ ադրբեջանական 3 անկլավները միասին շուրջ 44 քառակուսի կիլոմետր։ Հայաստանի ու Ադրբեջանի մոտ 1000 կիլոմետրանոց սահմանի 12 կիլոմետրն է սահմանազատվել։ Ի տարբերություն անկլավների խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայմանի հարցում Ջեյհուն Բայրամովն այսօր հստակ էր։ Բաքուն չի ստորագրի փաստաթուղթը, մինչև Հայաստանը չփոխի սահմանադրությունը։ həm Azərbaycan, həm Ermənistan tərəfində Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է հետևողական եւ սկզբունքային։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի գլխավոր ակնկալիքն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ լրացուցիչ խոչընդոտ չի մնա, եւ փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն հաջորդ օրը։ Բաքուն մասնավորապես պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հղումը անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Երևանը դեմ չէ, քաղաքացիական պայմանագիրն անգամ նախընտրական խոստում է տվել սահմանադրական փոփոխությունների։ Ընտրությունների արդյունքներով, սակայն պարզ դարձավ, որ իշխանությունը խորհրդարանում չունի բավարար մանդատ դա նախաձեռնելու համար։ Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը սովորական սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգ կա, դա նախընտրական պարտավորություն է, մենք պետք է դիրքավորվենք, վերլուծենք իրավիճակը եւ դիրքավորվենք այդ թեմայի շուրջ։ Թե ինչպես է հնարավոր առանց խորհրդարանում սահմանադրական մեծամասնության հանրաքվեի հասնել, կառավարող ուժը չի մանրամասնում։ Մի շարք սահմանադրագետներ պնդել են, որ իրավական այլ ճանապարհ չկա։ Վարչապետը Քարոզ Արշավին հայտարարում էր, որ եթե իր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա, պատերազմ կսկսվի։